Դիսնեյլենդի Մատերհորն ամերիկյան գորգաները հայտնի են իրենց հուզիչ շրջադարձերով, սառցե լանջերով և հիասքանչ տեսարաններով։ Այս ուղևորությունը խոստանում է սուր զգացողություններ, բայց այն նաև կապված է ավելի քիչ հայտնի տխուր ժառանգության հետ։ Թեև Մատերհորնը հաճախ ասոցացվում է ոգևորության հետ, այն նաև Դիսնեյլենդի ամենավաղ և ողբերգական միջադեպերից մեկի վայրն է, որովհետև այն, ինչ ժամանակին զվարճանքով լիարկած էր, վերածվեց մղձավանջի մի երիտասարդ այցելուի՝ Մարկ Մեյփլսի համար։ 1964 թվականի ամառն էր, երբ Լոնգ Բիչից 15-ամյա Մարկ Մեյփլսը երկու ընկերների հետ այցելեց Դիսնեյլենդ։ Ինչպես շատ դեռահասներ, նրանք փափագում էին փորձել պարկի բոլոր ատրակցիոնները, իսկ Մատերհորնը ամենանոր և հուզիչ գորգաներից մեկը նրանց ցուցակի առաջին հորիզոնականում էր։ Բայց Մարկի համար բոբսլեյով այս հուզիչ ուղևորությունը կվերածվի ողբերգության մեկ ճակատագրական որոշումից հետո, որոշում, որը նրա կյանքն արժեցավ։ Երբ Մարկն ու իր ընկերները բարձրացան Մատերհորնի սառցե լեռը, ոգևորությունը շոշափելի էր, սակայն իր պատանեական խանդավառության մեջ և հնարավոր է պահի ազդեցության տակ, Մարկը որոշեց գործել սեփական հայեցողությամբ։ Նա անտեսեց անվտանգության կանոնները, որոնք կրկնվում էին յուրաքանչյուր ուղևորի համար նախքան նստելը։ Մարկը արձակեց իր ամրագոտին և մի արարքով, որը կարելի է բնութագրել որպես հետաքրքրասիրության անխոհեմ դրսևորում, փորձեց կանգնել, մինչև բոբսլեյը սլանում էր ուղու վրայով։ Արդյոք դա դեռահասական պարծենկոտություն էր, թե ատրակցիոնի յուրօրինակ ինտերիերն ավելի լավ տեսնելու սխալ փորձ։ Ոչ ոք չի կարող վստահ ասել։ Մենք գիտենք, որ ուղևորության ժամանակ կանգնելու Մարկի որոշումը դարձավ հաջորդող ողբերգության կատալիզատորը։ Երբ բոբսլեյը սլանում էր ուղու վրայով ժամում մոտ 20 մղոն արագությամբ, հասնելով կտրուկ շրջադարձի, Մարկը կորցրեց հավասարակշռությունը և դուրս նետվեց սահնակից։ Նա ընկավ ուղիղ ներքևի ուղու վրա, ստանալով լուրջ վնասվածքներ, ներառյալ գանգուղեղային վնասվածք, կոտրված կողեր և լուրջ ներքին վնասվածքներ։ Ատրակցիոնի ներսում մութ էր, ինչը դժվարացնում էր Մարկի ընկերների համար իրավիճակի լրջությունը գնահատելը։ Երբ ուղևորությունը վերջապես կանգ առավ, Մարկի ընկերներն անմիջապես հայտնեցին նրա անհետացման մասին։ Սկզբում օպերատորները մերժեցին նրանց մտահոգությունները, կարծելով, որ դա պարզապես չափազանցություն է կամ թյուրիմացություն։ Միայն այն բանից հետո, երբ հետևի սահնակի երկու աղջիկները հաստատեցին, որ տեսել են ընկնելը, ատրակցիոնը կանգնեցվեց հետաքննության համար։ Այն, ինչ հայտնաբերվեց, սարսափելի էր։ Մարկին գտել են անգիտակից վիճակում մի ելուստի վրա, լեռան մոտավորապես 1/3 բարձրության վրա։ Նա ուժգին էր ընկել և գտնվում էր օրհասական վիճակում։ Չնայած, որ նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, նրա վնասվածքները չափազանց ծանր էին։ Մարկը մահացավ մի քանի օր անց, իր ընկերներին, ընտանիքին և պարկի ողջ հանրույթին թողնելով հուսահատության մեջ։ Ոստիկանության պետ Աննա Հայման մանրակրկիտ հետաքննությունից հետո միջադեպը ճանաչեց որպես դժբախտ պատահար։ Դիսնեյլենդի ներկայացուցիչները հետագայում հաստատեցին ողբերգական ճշմարտությունը։ Մարկն արձակել էր իր ամրագոտին և կանգնել ուղևորության ժամանակ, ինչն էլ դարձել էր նրա մահացու անկման պատճառը։ Մարկի մահը դարձավ տագնապի ազդանշան, որն ընդգծեց, թե որքան կարևոր է հետևել անվտանգության կանոններին զվարճանքների, պարկերի, ատրակցիոնների վրա։ Մարկի մահը ոչ միայն առաջին մահացու ողբերգությունն էր Դիսնեյլենդում, այլև ցույց տվեց, թե ինչպես նույնիսկ ամենափոքր որոշումը, կանոնների անտեսումը ընդամենը մի վայրկյանով, կարող էր հանգեցնել անդառնալի հետևանքների։ Եվ այսօր Մատերհորնի բոբսլեյի ուղին մնում է Դիսնեյլենդի ամենախորհրդանշական և սիրված վայրերից մեկը, գրավելով հյուրերի ամբողջ աշխարհից։ Բայց նրանց համար, ովքեր գիտեն նրա պատմությունը, ատրակցիոնը ծառայում է որպես մռայլ հիշեցում հնարավոր վտանգների մասին, որոնք թաքնված են սուր զգացողությունների հետևից ընկնելու մեջ, երբ ամեն ինչ սխալ է գնում, այնպես որ հաջորդ անգամ, երբ լսեք անվտանգության մասին հայտարարությունը կամ տեսնեք ամրագոտու մասին նախազգուշացումը, հիշեք Մարկ Մեյփլսի պատմությունը։ Անվտանգության կանոնները կարող են սահմանափակող թվալ, բայց դրանք գոյություն ունեն հիմնավոր պատճառով՝ պահպանել կախարդանքը և թույլ չտալ, որ այն վերածվի ողբերգության։
Ահա մի պատմություն, որը միաժամանակ ողբերգական է եւ տարօրինակ։ Մռայլ հիշեցում այն մասին, որ նույնիսկ Դիսնեյլենդի կախարդական հմայքը իզորու չէ ջնջել այն սարսափելի շրջադարձները, որոնք մեզ մատուցում է կյանքը։ Ծանոթացեք Ջոաննա Ագիլարի հետ, 66-ամյա մի կին, ով սիրում էր արկածներ, չնայած տեղաշարժման հետ կապված խնդիրներին։ 2021 թվականի օգոստոսի 22-ին նա իր երկու չափահաս դուստրերի հետ այցելեց Դիսնեյլենդ, պատրաստ զվարճանքի, ծիծաղի և թանկարժեք հիշողությունների օրվան։ Ուշադրություն. Սպոյլեր. Այն, ինչ տեղի ունեցավ հետո, բոլորովին կախարդական չէր։ Ընտանիքը որոշեց մեկնել պաշտամունքային ջունգլիների կրուիզ նավակով։ Գիտեք, այնտեղ, որտեղ կատակասեր նավապետերը վատ կատակներ են անում գետաձիերի և ջրի հակառակ կողմի մասին։ Բայց մի խնդիր առաջացավ. չկար հաշմանդամի սայլակների համար հարմարեցված նավակ։ Աշխատակիցները հավաստիացրեցին Ջոաննային, որ նա այնուամենայնիվ կկարողանա նստել ստանդարտ նավակը, եթե դստրերը օգնեն նրան բարձրանալ։ Վճռական լինելով թույլ չտալ, որ չնչին անհարմարությունը փչացնի օրը, Ջոաննան համաձայնվեց։ Եվ փոքրիկ օգնությամբ նա նստեց նավակը։ Հանգիստ նավարկություն էր, չէ՞։ Դե ոչ այնքան։ Բուն ուղևորությունն անցավ հարթ։ 20 ֆուտ թռչող վագրեր, ջրում թաքնված գետաձիեր, ջունգլիների կրուիզի բոլոր ստանդարտ տարրերը, մատուցված դասական անտարբեր հումորով։ Ամեն ինչ լավ էր անցնում, մինչ այն պահը, երբ ամեն բան փոխվեց։ Երբ ուղևորությունն ավարտվեց, ժամանակն էր ափ դուրս գալու, և հենց այստեղ ամեն ինչ վերածվեց ողբերգության։ Ջոաննան դուստրերի օգնությամբ փորձեց լքել նավակը։ Անձնակազմի անդամները փոքրիկ բլոկներ էին տեղադրել աստիճանների վրա, որպեսզի նվազեցնեն դրանց բարձրությունը։ Առաջին հայացքից հոգատար ժեստ, բայց երբ Ջոաննան փորձեց դուրս գալ, նա կորցրեց հավասարակշռությունը և հետ ընկավ նավակի մեջ։ Անկումը հանգեցրեց աջ ազդրոսկրի կոտրվածքի։ Դա լուրջ վնասվածք էր։ Այն, ինչ պետք է լիներ զվարթարկած, վերածվեց մղձավանջի, և Ջոաննային շտապ տեղափոխեցին հիվանդանոց։ Անցան ամիսներ, և վերականգնման ճանապարհը հեռու էր հարթ լինելուց։ Նրան տեղափոխեցին վերականգնողական կենտրոն, որտեղ բարդություններ առաջացան։ Ողբերգաբար, դժբախտ պատահարից 5 ամիս անց Ջոաննայի մոտ վարակ առաջացավ։ Նա ընկավ սեպտիկ շոկի մեջ և մահացավ 2022 թվականի հունվարի 29-ին։ Սակայն Ագիլարների ընտանիքը սիրտը կոտրված և սգի մեջ հայց ներկայացրեց Դիսնեյի դեմ, մեղադրելով անփութության և դաժան վերաբերմունքի մեջ։ Նրանք պնդում էին, որ աշխատակիցները ոչ միայն չեն ցուցաբերել պատշաճ օգնություն, այլև ծաղրել են Ջոաննային նավակը լքելու փորձի ժամանակ։ Ըստ հայցի, դա Ջոաննային թողել էր նվաստացած և ամոթահար վիճակում։ Ընտանիքը նաև պնդում էր, որ աստիճանների վրա տեղադրված փոքրիկ բլոկները ամրացված չէին և լրացուցիչ ռիսկեր էին ներկայացնում։ Սակայն Դիսնեյը այլ պատկեր ներկայացրեց։ Ընկերությունը հերքեց ամեն տեսակ պատասխանատվություն, հայտարարելով, որ Ջոաննայի վնասվածքները նրա սեփական գործողությունների արդյունքն էին։ Նրանք շեշտեցին, որ ջունգլիների կրուիզը ունի նավակ, որը հասանելի է սայլակներով հյուրերի համար, ովքեր դրա կարիքն ունեն։ Բայց Ջոաննան որոշել էր նստել ստանդարտ նավակը, դստեր օգնությամբ։ Դատարանում Դիսնեյը պնդում էր, որ ընտանիքը տեղյակ էր այցելության հետ կապված պոտենցիալ ռիսկերին և խնդրեց մերժել հայցը։ Մինչ դատական գործընթացը շարունակվում էր, Ագիլարների ընտանիքի փաստաբան Մայքլը խոսեց նրանց վշտի մասին։ Նա նկարագրեց, թե ինչպես ընտանիքը մեկնել է Դիսնեյլենդ երջանիկ հիշողություններ ստեղծելու համար, բայց հեռացավ կորստի և նվաստացման խորը զգացմունքով։ Նրանք հիշում են իրենց մոր հանդեպ ցուցաբերած արժանապատվության և հարգանքի բացակայությունը, ասաց նա, հայտարարեց, որ դա ի վերջո հանգեցրեց նրա մահվանը։ Գործը մնում է չլուծված։ Ստվեր գցելով Դիսնեյլենդի խնամքով ստեղծված երջանկության և ներդաշնակության կերպարի վրա։ Սա վառ հիշեցում է այն մասին, որ նույնիսկ երկրի վրա ամենաերջանիկ վայրում ամեն ինչ կարող է սոսկալի կերպով սխալ գնալ, և երբեմն ոչ մի կախարդանք, ոչ մի հեքիաթ չի օգնի դա շտկել։ 2020 թվականի հունիսի 25-ին Քրիստինա Մորենոն, 23-ամյա մի աղջիկ Բարսելոնայից,
մեկնեց իր կյանքի կարևորագույն ճանապարհորդությանը։ Հարսանիքից անմիջապես հետո նա եւ իր ամուսինը մեղրամիսն անցկացնում էին Կալիֆոռնիայում, եւ իհարկե Դիսնեյլենդը ներառված էր նրանց երթուղու մեջ։ Չէ՞ որ ինչը կարող է լինել ավելի ռոմանտիկ, քան երկրի վրա ամենազվարճալի վայրը։ Նրանց օրը լցված էր ծիծաղով եւ Միկի Մաուզի հետ լուսանկարներով, բայց ծրագրի գլխավոր մասը Ինդիանա Ջոնսի արկածները ատրակցիոնն է։ Դա հենց այն ատրակցիոնն է, որը խոստանում է սուր զգացողություններ եւ փշաքաղվելու աստիճան հուզմունք։ Եվ հնարավոր է մաքուր խուճապի պահ, երբ ժայռաբեկորները քիչ է մնում տրորեն ձեզ։ Քրիստինան եւ նրա ամուսինը ամրացնում են գոտիները, պատրաստ արկածի, որը վստահաբար կդառնա մեղրամսի թանկարժեք հիշողություն։ Բայց հենց այստեղ ամեն ինչ վատ ընթացք է ստանում։ Ատրակցիոնից հետո Քրիստինան կանգատվում է գլխացավից։ Նրանք որոշում են ընդհատել օրը եւ վերադառնալ հյուրանոց հանգստանալու, բայց գլխացավը ոչ միայն չի անցնում, այլև ուժգնանում է։ Մտահոգված ամուսինը նրան շտապ հասցնում է Սիդար Սինայ բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները սարսափելի ախտորոշում են դնում։ Քրիստինայի մոտ ուղեղի արյունազեղություն է տեղի ունեցել։ Չնայած բժշկական անձնակազմի բոլոր ջանքերին, Քրիստինան այդպես էլ չի ապաքինվում։ 2000 թվականի սեպտեմբերի 1-ին իր Դիսնեյլենդ այցից ընդամենը 2 ամիս անց նա ողբերգաբար մահանում է գլխուղեղի անևրիզմայից։ Հիմա որքան էլ սիրտ մաշող լինի այս պատմությունը, իրադարձությունները ավելի են բարդանում։ Քրիստինայի ընտանիքը կարծում է, որ նրա մահը պարզապես դժբախտ զուգադիպություն չէր, այլ ուղղակիորեն կապված էր Ինդիանա Ջոնս ատրակցիոնի հետ։ Նրանք հայց ներկայացրին Դիսնեյի դեմ պնդելով, որ ուժգին ցնցումները եւ սթրեսը ատրակցիոնի վրա առաջացրել են անևրիզմայի պատրվածք։ Անկեղծ ասած, եթե երբևէ եղել եք այդ ատրակցիոնի վրա, կարող եք հասկանալ նրանց տեսակետը։ Դա ամենևին էլ մեղմ զբոսանք չէ։ Հայցում պնդվում էր, որ Դիսնեյը նախապես գիտեր ատրակցիոնի պատճառած վնասվածքների մասին եւ չի կարողացել այն ավելի անվտանգ դարձնել կամ պատշաճ կերպով զգուշացնել ուղևորներին պոտենցիալ ռիսկերի մասին։ Ահա թե որտեղ է ամեն ինչ դառնում ավելի հետաքրքիր։ Քրիստինայի փաստաբան Բարի Նովակը նորեկ չէր այս գործում։ Նա արդեն զբաղվել էր այլ գործերով, որոնք կապված էին ուղեղի վնասվածքների հետ Ինդիանա Ջոնս ատրակցիոնի վրա։ Այդ գործերից երկուսը լուծում չէին ստացել, եւ կարելի է ասել, որ Դիսնեյը մտադիր չէր այս գործը հասցնել դատարան, սակայն հրապարակայնորեն Դիսնեյլենդը պնդում էր իրենը։ Նրանց ներկայացուցիչ Ռայ Գոմեսը պաշտպանում էր ատրակցիոնը, պնդելով դրա անվտանգությունը եւ հերքելով պատասխանատվությունը Քրիստինայի ողբերգական մահվան համար։ Ռոբ Դոթին, Disneyland Resorts-ի հաղորդակցության հարցերով փոխնախագահը, նույնիսկ պնդեց, որ անվտանգությունը իրենց գլխավոր առաջնահերթությունն է եւ այնուամենայնիվ Մորենայի ընտանիքի հարցը ակնհայտորեն անհանգստացրեց ընկերությանը, քանի որ ի վերջո նրանք համաձայնության եկան չնշված գումարի շուրջ։ Իհարկե, դասական կորպորատիվ ոճով Դիսնեյը մեղքը չընդունեց։ Քրիստինայի պատմությունը ողբերգական հիշեցում է այն մասին, որ նույնիսկ ուրախության համար նախատեսված վայրերում կյանքը կարող է անսպասելի եւ տխուր շրջադարձ կատարել։ Թեև Ինդիանա Ջոնս ատրակցիոնը այսօր էլ շարունակում է գրավել այցելուներին, նման պատմությունները սթափեցնող շեշտ են ավելացնում այդ հուզմունքին։ Հաջորդ անգամ, երբ բռնվեք բարձր արագությամբ ընթացող ատրակցիոնի բռնակից, չմոռանաք շնորհակալություն հայտնել Աստծուն բարեհաջող վայրեջքի համար։ Այսքանն էր մեր այսօրվա հետաքննությունը։ Մենք տեսանք, թե որքան փխրուն է մարդկային կյանքը նույնիսկ այնտեղ, որտեղ փնտրում ենք միայն լույս ու երջանկություն։ Մեր յուրաքանչյուր ժամն ու վայրկյանը Աստծո ձեռքերում է։ Չմոռանաք սա։ Ձեզ հետ է Arm Detective-ին։ Բաժանորդագրվեք ալիքին, որովհետև հետաքրքիրը դեռ առջևում է։